Ես հուսով եմ նաև Հայաստանի իշխանությունները կսահմանափակեն Սամվել Կարապետյանի ռուսական գումարները եւ իրենց ծախսը Հայաստանի ներքաղաքական դաշտում եւ նաեւ օրակարգում պետք է լինի հայ հեղափոխական դաշնակցության եւ հայ դատի ուրեմն ուղղությամբ այնպիսի քայլեր, որոնք կսահմանափակեն KGB-ի կողմից կառավարվող այս կառույցը եւ իր կողմից հավանական եւ արկա վտանգները հայկական պետությանը ուստի արշակի հայտարարությունը էլ ավելի վատ իր համար իրանք արդեն հոգևոր գերագույն հոգևոր խորհրդում մեծամասնություն են կորցրել իրանք արդեն թեմերի վրա կառավարում են կորցրել ինձ սա հիշեցնում է գիտեք այն իրավիճակը երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից եւ Սերժ Սարգսյանը, որը դեռ պաշտոն ուներ, հանդիպում էին եւ իրան հստակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դուք չեք տիրապետում իրավիճակը պետությունում իրավիճակը փոխվել է դուք չունեք այլևս այն իշխանությունը որի մասին ձեզ զեկուցում են ուստի Կտրիչ Ներսյանը կարծում է որ տիրապետում է իրավիճակը եկեղեցում բայց իրեն պետք է հստակ նույն Նիկոլ Փաշինյանը եւ մենք բոլորս ժողովուրդը որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ուղղակի առաջնորդում է այս գործընթացը բայց համոզեցնում եմ ձեզ Նիկոլ Փաշինյանը չի սկսի այս գործընթացը, որովհետև 2018-ին այս գործընթացը սկսվել էր հեղափոխությունից հետո նոր Հայաստան, նոր Հայրապետ եւ Նիկոլ Փաշինյանը ցավոք չգնաց այդ ճանապարհով, սխալվեց, հիմա ուղղել է իր սխալը եւ ես ուրախ եմ ավելի լավ ուշ քան երբևէ